Հայաստանի կառավարությունը շարունակում է Բաքվում պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքն այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամեն օր մաքսիմալ ջանք են գործադրում, որպեսզի ունենան կոնկրետ արդյունքներ։ Իմ մոտեցումն այն է, քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում։ Եվ երբ որ կլինի նաև հայտարարություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից եւ ընդհանուր առմամբ Բաքվի հետ իրենց շփումներից։ Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ, դրանից առաջ մենք Դուշանբեում ենք տեսնվել, դրանից առաջ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, այսինքն որտեղ մենք ներկա ենք լինում մանավանդ օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո այդ շփումները կրում են պարբերական բնույթ։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ գոհ եմ նաև Կոպենհագենի մեր քննարկումներից եւ ընդհանրապես մեր շփումներից եւ ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ դա անառարկելի փաստ է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Ընդ որում ես ասեմ, թե չասեմ, ես կարող եմ ասել, ես կարող եմ չասել, դա իրողություն է եւ այդ իրողությունը կարծում եմ նույնիսկ դժվար է չնկատել։ Վարչապետ Փաշինյանը վստահեցրեց, որ Զանգեզուրի միջանցքի հարց իր համար գոյություն չունի։ Կա տարածված երկու կողմերի կողմից պաշտոնական հաղորդագրություն։ Ինչը ասում է պաշտոնական հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը եւ թրիփ նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կա թրիփ նախագիծ եւ հետեւաբար այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը եւ լրացուցիչ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բացի խաղաղության խաչմերուկ եւ թրիփ ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Արտաքին օրակարգում սահմանադրության փոփոխության թեման մենք չունենք, ասաց վարչապետն ու հավելեց. Մենք սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ եւ այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ աներկբա հայտարարվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իր կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Մամուլից է լսել Արագածոտնի թեմի դեպքերի մասին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հայ առաքելական եկեղեցու եւ հոգեվորականների նկատմամբ գործողությունները համընկնում են Ադրբեջանի հոգեվոր առաջնորդ Փաշազադեի հայտարարությունների հետ, Փաշինյանը պատասխանում է. Գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգեվոր առաջնորդի արած հայտարարություններին եւ եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ գործողության մեջ, ասենք այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, Իսրայելում, Գազայի գոտում, Պաղեստին, ուր ասեք, Ալժիրում, Նամիբիայում, Անգոլայում, Ավստրալիայում, նույնիսկ Անտարկտիդայում եւ Հյուսիսային Բևեռում,
նույնիսկ Մեծ Բրիտանիայում եւ Նոր Զելանդիայում, նույնիսկ Սինգապուրում եւ Ճապոնիայում, նույնիսկ Նորվեգիայում եւ Շվեդիայում։ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը կկարողանան հեռացնել այս իշխանությանը հարցադրմանը, Փաշինյանն արձագանքում է։ Հարցի պատասխանը կտա ժողովուրդը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։